ծախսերը ներկայացնելու համար խնդրեմ պարոն Արաքելյան։ Պարոն Արաքելյան, ես ուղղակի եթե թույլ տաք էլի պարոն Վարդանյան, մինչև հիմնական օրակարգին անցնելը ուզում եմ շնորհավորել ձեզ եւ մեզ բոլորիս բյուջեի քննարկումները այս վերանորոգված եւ լուսավոր սրահում անցկացնելու համար վերջապես այս սրահը աշխատանքային կարելի ասել հավուր պատշաճի տեսք ստացավ։ Ես միանում եմ արդիականացման այս գովեստի խոսքերին, շնորհակալություն պարոն Արաքելյան, բայց ոնց հասկանում եմ մյուս տարի հնարավորություն այլևս չենք ունենում։ Խնդրեմ։ Շնորհակալություն խոսքերի համար, մյուս տարի, չէ, ընթացիկ վերանորոգումների մասով կունենանք նորից մի քանի հատվածներում վերանորոգումներ, հարգելի նախագահողներ, падգամավորներ եւ գործընկերներ, ձեզ եմ ներկայացնում Հայաստանի Հանրապետության 2026 թվականի պետական բյուջեի նախագծով ազգային ժողովի հատկացումների ֆինանսական եւ ոչ ֆինանսական ցուցանիշները։ Հայաստանի Հանրապետության 2026 թվականի պետական բյուջեի նախագծով ազգային ժողովի աշխատակազմին իր ծախսային ծրագրի իրականացման մասով հատկացվել է մոտ 7 միլիարդ դրամ։ Առանձին ծախսային միջոցների մասով 2026 թվականի հատկացումների բաշխումն ունի հետևյալ պատկերը. ազգային ժողովի գործունեության ապահովում, օրենսդրական, վերլուծական եւ ներկայացուցչական ծառայություններ 6.2 միլիարդ դրամ, ազգային ժողովի աշխատակազմի պետական ծառայողների վերապատրաստում 1.3 միլիոն դրամ, ազգային ժողովի դերի բարձրացման ուղղված միջոցառումների իրականացում 168.8 միլիոն դրամ, այստեղից 114.8 միլիոն դրամը կազմում է ազգային ժողովի համար ՄԱԿ-ի կողմից իրականացվող Նոր Հայաստան ժամանակակից խորհրդարան ծրագրի համաֆինանսավորումը։ Միջազգային խորհրդանական կազմակերպությունների անդամակցության վճարներ 150.9 միլիոն դրամ եւ աջակցություն կուսակցության եւ կուսակցության դաշինքներին 520.7 միլիոն դրամ։ Հայաստանի Հանրապետության 2026 թվականի պետական բյուջեի մասին հայ օրենքի նախագծից հանվել են մեր կողմից ներկայացված բյուջետային հայտով հետևյալ ծախսային միջոցառումները, դրանք ազգային ժողովի տեխնիկական հագեցվածության բարելավումներն են եւ ազգային ժողովի շենքային պայմանների բարելավումը։ Մեր կողմից առաջարկվել է 2026 թվականի բյուջեով որպես առաջնահերթություն դիտարկել ազգային ժողովի տեխնիկական հագեցվածության բարելավում 50 միլիոն դրամ եւ ազգային ժողովի շենքային պայմանների բարելավում 26.3 միլիոն դրամ, սակայն ներառվել է միայն ազգային ժողովի շենքային պայմանների բարելավման համար նախատեսվող 26.3 միլիոն դրամը։ Իհարկե Հայաստանի Հանրապետության 2026 թվականի պետական բյուջեի նախագծով հատկացումների մասով մենք մեր դիտարկումները համապատասխան ընթացակարգերով կներկայացնենք կառավարության մեր գործընկերներին, որովհետև հաշվի առնելով գալիք տարի համապետական ընտրությունները ազգային ժողովի չունենալ ընդհանրապես տեխնիկական հագեցվածության տող դա կարող է խնդիր առաջացնել ազգային ժողովի համար, ինչպես դուք նշեցիք, մենք չենք իհարկե դա կանխատեսում է, բայց հավանաբար ավելի մեծ քանակի падգամավորներ են ունենալու, իսկ աշխատակազմը պարտավոր է падգամավորներին ապահովել գոնե մինիմալ սեղան, աթոռ, համակարգիչ, տպիչ սարքավորում եւ չունենալով ուղղակի այդ տողը եւ չունենալով անգամ այդ տողը առաջնահերթություններում մենք ուղղակի չենք կարող ապահովենք դա։ Շնորհակալություն։ Հարցեր պարոն Արաքելյանին։ Խնդրեմ Տիկին Բաթոյան։ Պարոն Արաքելյան, երկու հարց ունեմ։ Առաջին հարցը կապված է աշխատակազմի, աշխատակիցների հետ։ Ես վերջերս հարցում եի արել ճշտելու ազգային ժողովում հաստիկների, թափուր հաստիկների ու նաև հաշմանդամություն ունեցող անձանց զբաղվածության վերաբերյալ։ Բավականին քիչ տոկոս է կազմում, բայց պիտի նշեմ, որ մենք ունենք բավականին շատ, այսպես ասեմ, չլրացված հաստիկներ եւ նկատի ունենալով, որ մենք ազգային ժողովում քննարկել ենք նաեւ քվոտավորման հարցը, հաշմանդամություն ունեցող անձանց զբաղվածության, այդ քննարկումների ընթացքում մեզ համար գոնե պարզ էր, նաեւ վիճակագրությունը թույլ է տալիս հասկանալու, որ պետական ոլորտում հաշմանդամություն ունեցող անձանց զբաղվածությունը շատ ավելի ցածր է, քան մասնավոր սեկտորում։ Եթե չեմ սխալվում 1.1% է, իսկ մասնավորում 2.5 կարծեմ։ Հարցս հետևյալն է, օրինակ չսպասելով քվոտային, հա, որպեսզի հատուկ քվոտավորում չլինի եւ իմանալով նաեւ ազգային ժողովի
աշխատանքները, որոնք մենք իրականացրել ենք այն ավելի մատչելի դարձնելու, թե ֆիզիկապես, թե նաև աշխատակազմում վերաբերմունքի իմաստով, ուզում եմ հասկանալ, արդյոք պատրաստ եք դուք ազգային ժողովը այսպես առաջամարտիկ լինելու, այդ ուղղությամբ աշխատելու, լրացուցիչ քայլեր ձեռնարկելու, խրախուսելու հաշմանդամություն ունեցող անձանց ներգրավվածությունը աշխատակազմում, դա կլինի գուցե հատուկ վերապատրաստումների միջոցով, հայտարարություններում հատուկ նշումների, խելամիտ հարմարեցումների միջոցով, որովհետև դա շատ հեշտ գործընթաց չէ։ Ես վստահ եմ, որ եթե մենք նույնիսկ այդ հայտարարությունը տարածենք, գուցե այդ խնդիրը շատ հեշտությամբ չլուծենք, որովհետև բնականաբար կա կարողությունների խնդիր, կոնկրետ աշխատատեղերի համար համապատասխանության խնդիր եւ այլն, բայց այնուամենայնիվ նկատի ունենալով նաեւ այս խնդիրները եւ հասկանալով, որ մենք ունենք նաեւ աջակիցներ, եւ միջազգային կազմակերպություններում եւ հասարակական կազմակերպություններում, արդյոք մենք պատրաստ ենք օրինակ դառնալու այդ առաջամարտիկներից մեկը, թեկուզ օրինակ ծառայելու, այսպիսի կամավորական նախաձեռնություն իրականացնելու առանց օրենքի պարտադրանքի, սա առաջին հարցս էր, եւ երկրորդ հարցը վերաբերում է մեր բյուջեին, կա մի տոհմի ծրագիր, որը մենք նախատեսել ենք, այսինքն ազգային ժողովը առաջարկել է, բայց այնուամենայնիվ այդ հայտը մերժվել է եւ որի համար կարծում եք, որ մենք պիտի հատկապես падգամավորներս շատ պայքարենք ու պնդենք, որ այդ տողը ներառվի բյուջեում։ Շնորհակալ եմ։ Խնդրեմ։ Շնորհակալություն։ Իհարկե մենք պատրաստ ենք լինել առաջամարտիկ, կարող ենք քննարկել, մենք մի քանի ուղղությամբ իհարկե աշխատանքներ տարել ենք, այդ թվում եւ միջազգային գործընկերների օգնությամբ, այդ թվում եւ Քաղաքին կոմիտեի օգնությամբ, ներգրավելով արտասահմանից փորձագետներ, ովքեր ուսումնասիրել են ազգային ժողովի շենքը, շենքային պայմանները, արդյոք դա որ ուղղությամբ կարող ենք բարելավել հենաշարժողականության խնդիրներ ունեցող անձանց համար, աշխատանքներ տարվում է։ Մենք իհարկե պատրաստ ենք քննարկենք, երբ ցանկանաք պատրաստ ենք, իհարկե այնտեղ ունենք այսպես ասած մի փոքր իրավական խնդիր, որովհետև մեր մոտ կամ պետական ծառայություն է, որի մրցույթները հայտարարվում է եւ ինքը օրենսդրական ընթացք, այսինքն օրենքով SS փուլերն անցնում, եւ ունենք քաղաքացիական աշխատանք կատարողներ, որոնք հիմնականում գոնե մեծ մասը կատարում են ավելի ֆիզիկական աշխատանք։ Պետք է փորձենք այդ ամեն ինչը համադրելով, փորձենք մեր ակտիվությունը ցուցաբերել այդ ուղղությամբ։ Շնորհակալություն։ Շնորհակալություն։ Այլ հարցեր որ գետի մասին էր խոսքը։ Այսինքն որևէ տող, որը պահ, որը պետք է պնդել, բայց չկա, էլի։ Այս պայդրությամբ հաշվի առնելով, որ ընդհանուր քաղաքականություն ավարվում տեխնիկական հագեցվածությունը դուրս թողնելու բյուջեից, բայց մեր պարագայում տեխնիկական հագեցվածությունը նաև դուրս են թողել առաջնահերթություններից։ Դա մենք պնդելու ենք, որ վերադառնա առաջնահերթությունների ցանկ։